Որ այդ քոր գնդակը կարար գնալ մի հատ անմեղ մարդու կպներ։ Խփեցին, նայեց երեսիս ու ընկավ դեմը։ Արմնու լրատվականի նկարահանող խումբը գտնվում է Վաղաշան 24/1 հասցեում։ Հենց այստեղ հունիսի 12-ին տեղի էր ունեցել աղմկահարույց կրակոցներն ու ծեծը։ Բնակիչները, ականատեսները վրդովված են, իրենց աչքի առաջ են տեսել, թե ինչ է կատարվում։ Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից։ Վարդավառի օրը, հուլիսի 12-ին, Վաղաշան 24/6 շենքի բակում իրավիճակը լարված է եղել։ Հնչել են կրակոցներ, ծեծ, հիվանդանոց են տեղափոխվել մի խումբ երիտասարդներ։ Ավելի ուշ համացանցում տարածվեց տեսանյութ։ Սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով եւ գլխարկով մի տղամարդ արտճանակը ձեռքին մոտենում սև շապիկով տղամարդուն եւ կրակում նրա ոտքին, ապա նույն տղամարդը կրակոցներ է արձակում մեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո այդ մեքենան վրայերթի է ենթարկում կրակոցներ արձակողին ու սկսվում է ծեծ։ Իսկ ի՞նչն է եղել Վաղաշան փողոցի 24/6 շենքի բակում կրակոցների պատճառը։ Արմնու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն մեքենաներ են վթարի ենթարկվում։ Վթարի ենթարկված մեքենայի վարորդները մեքենայից դուրս են գալիս ու սկսում են միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել, ճիշտ ու սխալի հարց բարձրացնել, ինչը վերածվում է թեժ վիճաբանության, արդյունքում հնչում են հայրանքներ, կրակոցներ, միմյանց քարերով ու փայտով հարվածներ։ Դեպքից հետո Վաղաշան 24/6 հասցեի բնակիչները վախեցած են ու անհանգստացած։ Ինչ են պատմում ականատեսները։ Արմնու լրատվականը դեպքի վայրում էր։ Դուք ականատես եղաք, հա, ինչ էր կատարվում։ Ձայներ լսեցի, ես նայեցի, որ ձեզ են նայում։ Մեկ էլ ասեցի, ինչ կատարվում է։ Հետո տեսա չէ, էնմա անեց կրակեց, բայց չհատկաց այդ կաչեր է տեքնում։ Հա։ Հետտեղին գլորվեց ու գավ, ասեց վայ ոտքս։ Հետո մեր կոհատեր կրակեցին, մի հատղայել վիրավորեցին, ու դեն սկսեցին իրար տալը։ Տակին իրար, յոսում պախան։ Միլիցավոր սկորը մի կետիկա, նրա մեր ծեցեցին բնականավար, աղմուտ է հատորներ ճահվեցին, չորանդերեցին, դիքան չի բաղդին։ Գիտեմ հող խապեցին։ Ու տենց բաներ ոստիկանությունը սկորին եկավ, իրեն խախում։ Ենմեկը սկորին բան չարեց, չես դնով, դեսկորին։ Օրը ցերեկով վախի զգացում ունեցաք, ես ինչ են ան։ Բնականաբար պիտի անհանգստանաս, ոնց կարողա չանհանգստանաս։ Դե պիտի խեն փլնես, որ չանհանգստանաս։ Կարողա իմ պատվանի կտներ, ինչ նամաս։ Չես կարող։ Եթե երկրի ղեկավարը կանգնում է, ասում է, որ ոստիկանը կարա չունենա բարձրագույն կրթություն, չունենա կրթություն եւ այլն, այս արդյունքը սա է լինելու։ Ու սա շարունակվելու է։ Ինչին է հարց եմ ուզում ուղղեմ։ Խորհրդային միության ժամանակ միտեղ մեկը մի հատ օդ կրակեր, ոստիկանապետը 10 րոպե հետո այդտեղ կանգնած էր։ Ու արդյունքն էլ էս պետք է լինի։ Ոստիկանության վիճակը նույնն է, որ հարցն է շտկված, լուծված մեզ մոտ։ Ես պդիլներ, իհարկե ես պետք է լիներ։ Բնակիչներից մեկի խոսքով դուստրն է աշխատանքի գնալու ճանապարհին տեսել, թե ինչ է կատարվել, ինչպես է կրակված քաղաքացին ընկնում գետին։ Ահա որ այդ քոր գնդակը կարար գնալ մի հատ անմեղ մարդու կպներ։ Ու մազի չափ այդ մարդը փրկվեց։ Այս վզի կողքով անցել է ուղիղ մեքենայի ապակու։ Պատկերացնեք, ինչ կլիներ այդ մարդու հետ։ Այստեղ եք ապրում, հա, դեպքին ականատես չեք եղել։ Չէ, չեմ եղել։ Ոչ մեկն չգիտի ինչի համար այդ կռիվը ինչ։ Ասում են այստեղի բնակիչները չեն իրան։
Հետո օրը ցերեկով երեխա կարար լիներ այստեղ անցներ էլի, որպես ծնող մտահոգությունների մասին ուզում եք խոսել։ Ահավոր է, շատ ահավոր է, ինչ կարաս անես։ Սերունդ չի, այն ժամանակ մեզ էին ասում, հիմա այս սերունդը ահավոր է։ Հայ տեսակը մեջները կորած է, չկան։ Ինչ ուզեն կարան անեն։ Ճիշտն ասած, իմ աղջիկը այստեղ կողքի օֆիսում է աշխատում, այդ րոպեին ինքը գալիս է աշխատանքի։ Ասում է մամա հասել է տեղ, ասում է այդ տղեն սենց խփեցին, նայեց երեսիս ու ընկավ դեմը։ Անենց էր վախեցել ու դրանց հետո ոնց որ կրակոց էր եղել, ինչ էր եղել, չեմ էլ հիշում։ Այսինքն դե դուս տրականատես ա եղել ամեն ինչին, թե ոնց են կրակել ընկել ա։ Չգիտեմ, ես չեմ տեսել ոչ մի։ Ու մինչ Վաղարշյան 24/6 շենքի բնակիչները դեպքից անհանգստացած հարցեր են բարձրացնում, փորձում պատասխանատուներին կանչել ուշադրության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն այսօր պաշտոնապես հայտնեց, որ Վաղարշյան փողոցում տեղ ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւս 2 անձի նկատմամբ սպանության փորձի եւ խուլիգանության հոդվածներով։ Այս պահի դրությամբ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար, մյուսի նկատմամբ որպես խափանամիջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը։ Փաստացի 3 անձ այս պահի դրությամբ Վաղարշյանում հնչած կրակոցների գործով իրավապահների թիրախում են։ Գործով կա 1 ձերբակալված անձ, իսկ 1 օր առաջ 1 անձի նկատմամբ խափանամիջոց էր ընտրվել տնային կալանքը։ Հետևենք քննության ընթացքին, թե ինչով կավարտվի այս պատմությունը եւ ինչպես բնակիչներն են նշում, կունենա այն շարունակություն, թե ոչ։